անելու հանդիպում։ Շատ լավ։ Ձեզնից շնորհակալ ենք։ Եկեք դուրս գանք։ Եկեք դուրս գանք ու փակենք այս կառույցի դռները։ Եկեք Արման ջան, եկեք դուրս գանք ու փակենք այս կառույցի դռները։ Պետքա փակել։ Ինչ են թաքցնում հազարադեպ։ Թաքցնում են, որովհետև չունեն պատասխաններ, որովհետև ապօրինի գործողությունների դեմը չեն կարողանում առնել, որովհետև վերածվել են ապօրինի դաշտում։ Դրա համար մենք կփակենք այս կառույցի դռները։ Ինչ ենք անում այս դատարկ շենքում, եթե չկան մարդիկ։ Հարգելի հեռուստադիտողներ, նշեմ, որ կենտրոնական բանկի շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող զեղծարարության զոհդարձած քաղաքացիները մտան կենտրոնական բանկ, պահանջեցին հանդիպում ղեկավար կազմի հետ, սակայն նրանց պատասխանեցին, որ հանդիպում լինել չի կարող, պիտի դիմում գրեն։ Չկա պատասխանատու որևէ մեկը, ով կարող է իջնել թափանցիկ կերպով լրատվամիջոցների ներկայությամբ պատասխանել մեր հարցերին։ Եվ սրանով իսկ պայմանավորված այս դատարկ շենքը պետք է փակել։ Եկեք դուռը փակենք։ Պետք չի այս կառույցում էս։ Ինչ են աշխատում։ Աշխատում են, մեջը բան չկա։ Դե եկեք փակենք այս շենքը։ Եկեք դուրս գանք ու դրսից փակենք այս շենքը։ Ունեք շրջափակում եք մարդը։ Փակում ենք մուտքի դուռը, փակում ենք։ Մուտքի դուռը մենք հենց հիմա փակում ենք։ Մուտքի դուռը դրսից։ Այստեղից փակել։ Դե հիմա պատասխանատու մարդ եթե լիներ կիչներ։ Եթե լիներ պատասխանատու մարդ, ապա կիչներ։ Սա վկայություն այն մասին, որ չկա պատասխանատու մարդ, որ որևէ մեկը պատասխանատվությունը չի վերցնում իր վրա։ Այլոց կառավարության նիստին եմ ասում։ Հետո ինչ, բացի կենտրոնական բանկի ղեկավարից, թե որոնք կենտրոնական բանկը մեզ ընդունել, կենտրոնական բանկի ղեկավարը որոնք մեզ ընդունել, կենտրոնական բանկի ղեկավարի բոլոր հրապարակումներն ու հայտարարությունը եղել է բանկերի շահի պաշտպանության ռակուրսից։ Մինչդեռ նրանց օրենսդրական գործառույթը բացարձակապես այլ է։ Այդ դեպքում դուք եթե ոչ կենտրոնական բանկի ղեկավարին ում հետ եք հանդիպում պահանջում։ Կան վարչության պետեր, կան տեղակալներ, կան հազար ու մի մեծ ախորժակով մարդիկ, որ ստանում են այս քաղաքացիների հարկերից աշխատավարձեր ու այս քաղաքացիների հարցերին չեն ուզում թափանցիկորեն եւ հրապարակային կերպով պատասխանել։ Նենք ծակուցու գախնի պատերի տակ առանց հեռախոսների իրանցից վախեցած, չգիտեմ ինչ հարցազրույցներ են արել մեր հետ, որ չի բերել գործուն հետևանքների։ Չենք տեսել այդ աշխատանքների արդյունքները։ Թող գան ասեն, մենակ մեզ չասեն։ Թող գան իրանց հայտարարություններն անեն։ Չեն գալիս նշանակում է պատասխանատվությունից երաստո չեն ստանձնում, պիտի թևներից բռնենք, շպրտենք դուրս։ Եկեք ժողովուրդ ջան, եկեք դրսից։ Ներս մտնենք ինչ անենք, ով կա։ Ներս մտնել, ուրեմն չկա ինչ-որ մեկը, եթե չկա։ Չենք վստահում ենք այս մարդկանց։ Դե թող այդպես հենց կակրաս։ Եկեք ներս մտնենք, պարոն Կարագոզյան։ Քաղաքացիների որոշումն է, արդեն իմ որոշումը չի, ես իրանց փոխարեն ինչ ասեք։ Հա ասեք, այստեղ ասեք։ Դուք չեք կարող գալ։ Ինչ էլի լրատվամիջոցների առաջ չեք ուզում, ասեք։ Ու կենտրոնական բանկում աշխատանքային սկզբունք է։ Բոլորը առանձին շշուկով, ասում եմ, չէ, նենք ծածուկ գախնի պատերի տակ։ Գախնի ոչինչ չունենք, լրատվամիջոցները անաչառեն, արդեն 7-րդ խաղաղ ակցիան է, մեր կողքին են, անձրևը ցուրտ անտեսած, այս մարդիկ գալիս լուսաբանում են մեզ։ Միայն լրատվամիջոցների ներկայությամբ այդ ծածուկ գախնին բավականը արդեն հոգնել ենք։ Դուք չեք իջնում, մենք կբարձրանանք։ Կարամ ծածուկ բան ասեմ, ի՞նչն ես ծածուկ ասում։ 7-րդ ակցիանը մարդիկ իրանց կենցաղը թողած, իրանց ընտանեկան հոգսերը, աշխատանքը թողած, դուրդմություն են վերցնում, դուք ապրում եք, գալիս են ինչքան կանգնենք կենտրոնական բանկի պատերի տակ։ Այս վիտակ չեք
Չկա մեկը կենտրոնի շրջիչնի պատասխան տա այս մարդկանց։ Հարգելի հետևանքներ բանկային Ներս մտնենք, պարոն Կարագազյան։ Առանց աղմուկի։ Ժողովուրդ, տեսեք, այս միջանցքը պահելը կամ դրան առաջը պահելը նույնն է, հա։ Առաջարկում եմ ուղղակի դրսում մաքուր օդի, էլի դուռը կփակենք, էլի Ասացին դուրս եկեք, հա։ Դե միևնույնն է, միշտ ասում են դուրս եկեք, չնայած մեր եթե անձև գա ներս կգանք, էլի սա քաղաքացիների շենքն է, էլի սա մեր շենքն է, եթե անձև գա, եթե մրսենք ներս կգանք, բայց ուղղակի առաջարկում եմ տեղը տոթ է, մենք էլ շատ մարդիկ ենք, խեղդվում ենք ժողովուրդ։ Կառավարություններ քաղաքացիներն ես, ոնց որ կենտրոնական բանկին կառավարությունները կարող ազատ մտնել։ Ազգային ժողով։ Չհասկացանք, սա ուրիշինն է, հայ ժողովրդինը չի, մերը չի, մերն է։ Եկեք ուղղակի մաքուր օդի ժողով։ Տարբերություն չկա դրսից դուռը փակենք, թե ներսից։ Ով դրսում կմրսի, ուղղակի շոկ է։ Հենց նոսեք չեք Հարգելի հեռուստադիտողներ, զեղծարարությունից տուժած քաղաքացիները որոշեցին, որ կենտրոնական բանկից դուրս գան եւ դրսում շարունակեն իրենց ակցիան, ինչպես արդեն տեղեկացաք, նրանց չընդունեցին կենտրոնական բանկում, ասացին, որ պետք է դիմում գրեն եւ այդ տարբերակով կքննարկեն արդեն նրանց ընդունել կամ չընդունելու վերաբերյալ հարցերը, բայց հստակ պատասխանեցին, որ այսօր հանդիպում չի կարող լինել։ Հիմա փորձենք հասկանալ քաղաքացիներից, թե ինչ են պատրաստվում անել այն դեպքում, երբ արդեն գիտեն, որ չեն հանդիպելու։ Պարոն Կարագոզյան, մի հատ զամոք բերենք կախենք ստեղ։ Ձեր մոտ Լավ։ ոչ։ Դե զամոք բերենք կախենք։ Մենք ելում ուտը, ահա, մենք ելում ենք արգելում ենք։ Բացով արգելված է հարակից շենքշինությունները եւ հավաքի վայրի մուտքերն ու ելքերը սահմանափակել է։ Դա մենք ձեզ տեղակ ենք պահում եւ ձեզ տալիս ենք ժամանակահատված, նախատեսված կարգով նաեւ արգելված է հարգելի ոստիկան ջան, օրենքով սահմանված կարգով արգելված է քաղաքացիներին թալանի ենթարկելը։ Քաղաքացին եթե քաղաքացիներին ենթարկում են թալանի, մենք ինչ անենք։ Ինչ է հիմա դուր փակելն է։ Բան, հա, Եկան պահին հասարակական կարգին ուղղված իրավախախտում եք դուք թույլ տալիս, ինչը որ վերաբերում է ձեր իրավունքների պաշտպանությանը, դուք լավ գիտեք, թե ոնց պետք է պաշտպանեք, նախապես որ խոսեցին, կարող եք մոտենալ դատախազություն, այնտեղ հաղորդում ներկայացնել։ Դատարանների դռները կարելի է շրջափակել։ Օրինակ Կներեք դուք ինձ հարց եք ուղղում, որ այդպես առողջություն չունեմ։ Տվյալ պահին դատարանի դուռ մոտ չի սահմանափակվել, ձեր հարցը անտեղի է։ Չէ, անտեղի չի, մի քանի տարի առաջ Ես կներեք աշխատում ենք։ Ես ձեզ ներկայացրեցի 2 րոպե ժամանակ տրամադրվում ու ներքը բացելու համար։ Փաշինյանին ինչու՞ չեք հորդորել երբևէ չփակել։ Արհամարում են, բացի արհամարում են։ Մենք էլ իրանց ենք արհամարում ցանկացած կառույց Հայաստանի Հանրապետության քաղաքացունն է, ոչ թե միջի չինովնիկներին է։ Հիմա քանի որ արդեն Հիմա ձեզ ողջամիտ ժամկետ տվեցին, որպեսզի բացեք կենտրոնական բանկի ողջամիտ, հա, 2 րոպե ողջամիտ ժամկետ, հա։ Ոչ, դա ողջամիտ ժամկետ չի։ Այլապես ինչ կանեն ասեցին, տեղեկացրին։ Չէ։ Օրենքով սահմանված հարկադրանքի ուժ են կիրառելու, թե ինչ են անելու։ Դուք լսեցիք, որ չեն տեղեկացրել։ Ուրեմն օրենքի ուժի մասին թող խոսան այն դեպքում, երբ որ քաղաքացին թալանվում է։ Այսքան բան, թող օրենքի ուժի մասին միայն ու միայն խոսան այդ ռակուրսից։ Երբ որ ներողություն դուռը փակա, ներողություն եմ խնդրում։ Մի րոպե կներեք դուք, այ։ Դուռը փակա։ Դուք աշխատակից եք։ Մի րոպե ժողովուրդ ջան, մի րոպե փակեք։
Շնորհակալություն։ Ուզեք դուք էլ ինտերվյու տվեք։ Տալիս ենք երիտասարդ, շարունակեք պարոն Վարագերսյան։ Մեր պետական պաշտոնյաների դիրքորոշումները մեկը մյուսին հակասական են։ Այստեղ ասում եմ, մենք Կենտրոնական բանկի ղեկավարի հայտարարությունները մինչ այսօր հնչած եղել է միայն բանկերի շահի ռակուրսից։ Գլխավոր դատախազի հայտարարությունները ազգային ժողովում եղել է ճիշտ եւ օբյեկտիվ, ողջամիտ է գնահատվել իրավիճակը, բայց դա եղել է խոսքի մակարդակով, պետք է անցնի գործի։ Դատախազություն դիմել եք, եթե դատախազություն դիմել ենք, օգտակար բան ասել եք։ Դատախազություն դիմել ենք դեռևս 2 ամիս առաջ։ Այո, ընդունել են։ Ես հանուն արդարության պետք է ասեմ, որ մարմնին մենք դիմել ենք, մեզ ընդունել են։ Դա գլխավոր դատախազությունն է, դա քննչական կոմիտեն է, դա կառավարության շենքի մոտ ակցիա արեցինք, նամակ ուղղեցինք Նիկոլ Փաշինյանին, ընդունել են, այնպես չի որ չեն ընդունել, բայց դե կներեք էլի, ձեր ընդունելությունները ձեզ մնա, չենք ուզում մեզ ընդունեք, ոչ ուզում ենք խնդիր ունենանք, ոչ էլ ուզում ենք գանք հասնենք ձեր դուռը, հա։ Ոչ եք ուզում ընդունել, ինչ եք հիմա այս կենտրոնական բանկը։ Ասեմ, միտքը ներողություն թույլ տվեք ես վերջացնեմ։ Թող խնդիրը չլիներ, մենք չդիմեինք, դուք էլ ընդունել չընդունելու խնդիր չունենայիք։ Դուք ընդունել եք, լսել ենք ձեր մեկնաբանությունները, պետական կառույցներ կան, որ ընդունել են, արդարացի են համարել մեր պահանջները, բայց արդեն 2 ամիս է գործերին հարցերին լուծում չի տրվում։ Այդ պահանջները քաղաքացիների նկատմամբ առկա է, աշխատավարձերից գումարներ են պահում, անօրինական է սա նաև, անօրինականությունները, թալանը երբ պիտի կատարվի այս երկրում։ Այդ պատասխանատու մարմինը հենց այս մարմինն է, որ այս պահին ես նրանց դուռը փակել եմ։ Չենք տեսել գործուն քայլեր, քաղաքացիները իրանց վրա չեն զգացել, իրանց իրավունքները ամենօրյա ռեժիմով խախտվում է, մարդը ինչքան կա, աշխատավարձից ինչքան գողանան մարդու, իբրև թե վարկային պահանջ։ Հետո այս մարմինը պիտի լուծած լիներ այդ հարցը 5 տարիների ընթացքում, կիբեռանվտանգության վերաբերյալ պիտի հանձնարարություններ տված լիներ բանկերին, ինչը չի արել, այդ ինչ հանձնարարություններ է տվել այս մարմինը բանկերին 5 տարիների ընթացքում։ Որևէ հանձնարարություն չի տվել։ Դրանից հետո 2 ամիս է մենք ձայն ենք բարձրացնում, մենք ուշադրություն ենք գրավում քաղաքացիների ունեցած խնդիրներով եւ քաղաքացիների իրավունքների պաշտպանության վերաբերյալ, ֆինանսական իրավունքների պաշտպանության վերաբերյալ, ինչը հենց այս մարմնի գործառույթն է։ 2 ամիս շարունակ պատերի տակ, գախնի, ծածուկ, դռների հետևում ինչ որ խոսակցություններ են գնում, կլուծվի, որևէ բան էլ ըստ էության չենք զգացել։ Շոշափելի, այո։ Կենտրոնական բանկն ունի կիբերհանցագործությունների վերահսկողության բաժին։ Համատեղ աշխատանքներ են տարվում բոլոր բանկերի հետ, վստահեցնում են կենտրոնական բանկից։ Վերահսկողությունը այլ կերպ, ինչպես եք դուք պատկերացնում, եթե երկուստեք աշխատանք է պահանջում, օրինակ էլի, այս վերահսկողությունը։ Ինչ է նշանակում երկուստեկները։ Փոխադարձ համագործակցություն պետք է լինի, որպեսզի այդ կենտրոնական բանկը վստահեցնում է, որ իր կողմից ամեն ինչ արվել է, վերահսկողական գործառույթները։ Կենտրոնական բանկը տվել է լիցենզիա, բայց լիցենզիա տվել է թալան իրականացնելու, գուցե եւ տվել է, թողիչներին պատասխանեին։ Իսկ կներեք, պարոն Ղարագոզյան, ոչ թե գուցե հուշում եմ, այլ այդ բանկերի առջև փորձել եք ինչ-որ ակցիա անել կամ իրազեկման ակցիաներ ենք արել։ Այո, մենք իրազեկման ակցիաներ ենք արել, ասել ենք բազմիցս, որ Հայաստանի Հանրապետությունում կան 17 բանկեր, որտեղ էլ կան, որ 17 բանկերում էլ առկա են, հա, այսպես կիբերհանցագործություններ եւ զեղծարարություններ հայտնի են 17 բանկերում, բայց դրանցից առաջ առանձնանում են 3 բանկեր, ID բանկն է, Ինեկո բանկն է եւ Արշին բանկն է։ Այս 3 նշված բանկերի առաջ արել ենք իրազեկման ակցիաներ, տեղեկացրել ենք անցուդարձող քաղաքացիներին, որ այսքան քաղաքացիներ թալանվել են այս բանկերի թուլությունների, բաց թողումների, ոչ պատշաճ աշխատանքների պատճառով,
Սա ահազանգ ա եղել այդ բանկերի համար։ Հիմա մենք եկել ենք մեր պահանջն ուղղել ենք կենտրոնական բանկին, կենտրոնական բանկը կանի Չի անի, իսեր Աստծո, չի անի, թող դուրս գան։ Մենք ինքներս գնալու ենք բանկեր էսպես փակենք։ Այդ մի քանի 100 միլիոն դրամ, ասենք 200 միլիոն դրամ ընդհանուր առմամբ կոպեկներ է բանկի համար, ես քաղաքացիների ամբողջ այդ պարտքերի տուժերի տուգանքների այդ վարկեր մի 200 լավ 300 միլիոն դրամ թող լինի, հա։ Մենք կգնանք այդ բանկերի դռները կփակենք, այնպես կանենք, որ իրանք էլ կորցնեն այդ դրամներն ու այդ գումարները։ Պետք է այս մարմիններն աշխատեին, որ մենք չգնայինք այդ կտրուկ գործողություններին, բայց բոլոր գործողություններին գնալու ենք։ Չենք թույլ տալու քաղաքացիների անշարժ գույքը հո չեն բան անելու։ Մեր հաջորդ քայլը մենք համատեղ քաղաքացիների հետ դեռևս կորոշենք ինչ անենք, հա։ Քանի գործով կա դատական process մեկնարկած, այս գործերով, քանիսով է։ Դատական ասածը խնդրում եմ հստակեցեք, դուք նկատի ունեք քրեական վարույթներ նախաձեռնված, բոլորի մասով կան քրեական վարույթներ նախաձեռնված, հանրային վերահսկողություն հասարակական կազմակերպությունը չի ընդունում դիմում բողոքներ այն քաղաքացիներից, ովքեր չեն դիմել ոստիկանություն եւ ում գործով քրեական վարույթ չի նախաձեռնվել։ Եթե կա քրեական վարույթ, այդ դեպքում նոր մենք վերցնում ենք քաղաքացիների բողոք դիմումները։ Տեսեք, քանի որ արդեն պարզ է, որ իրենք այսօրվա ընթացքում չեն ընդունելու ձեզ, հանդիպում չի լինելու ըստեյության եւ ասում են դիմում գրեք, հիմա ձեր քայլերի հաջորդականությունը ո՞րն է լինելու։ Մենք կգնանք դատախազություն դիմումներ կներկայացնենք, դատախազությանը կպահանջենք, որովհետեւ դատախազությունը Հայաստանի Հանրապետությունում օրենքի գերակայություն ապահովող մարմինն է։ Այստեղ չկա օրենք, այստեղ խախտված են օրենքները, այստեղ խախտված են քաղաքացիների իրավունքները։ Մենք հիմա այդ պահանջով կգնանք դատախազություն, մեր դիմումները այնտեղ կներկայացնենք, նրանց հետ արդեն կգնանք համագործակցության այս մարմինների հարցերը լուծելու նպատակով։ Տեսեք, նաև այդ դիմումը, որ ասում եք, այսօր եք գրելու։ Այո։ Հիմա այստեղից շարժում եք դատախազություն։ Այո։ Մենք ենթադրում ենք, մենք ունենք կասկածներ, որ կլինի այս վերաբերմունքը, մենք պատրաստի դիմումներ ունենք։ Հիմա քաղաքացիները կստորագրեն դատախազության առաջ ու մուտք կանենք եւ կարծեմ հենց հիմա էլ պատեհառիթն է, եկեք գնանք դատախազություն։ Եկեք գնանք դատախազություն։ Այո։ Մենք ենք առնամարում։ Այո, ամոթ, չնայած իրանք ամոթ չունեն, դե չունեն դրա համար էլ ամոթան տալիս է, եկեք գնանք դատախազություն մեր դիմումները ներկայացնենք։ Լավ են արել կանչել, մենք եկեք